Եթերում զինուժն է, մենք ամփոփում ենք շաբաթը, բարև ձեզ։ Առաջարկվող բանակային թեմաների մասին նախամարոտ։ Ճանապարհ դեպի բարձունք Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի աղջիկ սաները ներկայացնում են իրենց առօրյան։ Անկախությունն իմ աչքերով հայտնի են համաբանակային օլիմպիադայի հաղթող զինծառայողները։ Նոր բաժանմունք զինվորի տուն վերականգնողական կենտրոնում կյանքի սենյակը կենցաղային հմտությունների նոր հնարավորություն։ Եվ նոր օրենք 25-օրյա վարժական հավաքների վերաբերյալ ինչ պատիժ է նախատեսվում հավաքներից խուսափելու դեպքում։ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժանում ուսումնական առօրյան ակտիվ փուլում է։ Այստեղ ուսում են ստանում ոչ միայն տղաները, այլ նաև մեծ թվով աղջիկներ։ Նրանք ուսումնառության համար ընտրել են այս կրթօջախը, քանի որ ապագայում հենց հայրենիքի պաշտպանի մասնագիտությունն են ընտրել։ Ներկայացվող տեսանյութը վարժարանում սովորող իգական սեռի ներկայացուցիչների մասին է, որոնք աչքի են ընկնում իրենց օրինակելի վարքով եւ ուսման մեջ բարձր առաջադիմությամբ։ Մոնթեականների հետ զրուցել է Լաուրա Մամյանը։ Սա իմ սենյակն է, արդեն 3 տարի է, ինչ բնակվում եմ այս սենյակում։ Սենյակը ինձ համար շատ հարազատ է դարձել։ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժանի սան Սոնյա Բոթոյանն է։ Աղջիկն արդեն 3 տարի ուսանում է վարժանում։ Ոչ միայն սենյակը, այլև վարժանի ամեն անկյունն է նրան հոգեհարազատ դարձել։ Հաճախ երբ տուն եմ գնում, հաշվում եմ օրերը, թե երբ եմ գալու վարժարան։ Այստեղ ամեն ինչ տրամադրում է ուսմանը, լավ բնություն, լավ ընկերներ ու լավ ուսուցչական եւ սպայական անձնակազմ։ Սոնյան այս տարի ավարտելու է կրթօջախը, սովորել է բարձր առաջադիմությամբ, ուսումնասիրել մի քանի լեզուներ։ 3 տարիների ընթացքում նա ձեռք է բերել նաև ֆիզիկական պատրաստվածություն, ուսումնասիրել ռազմական մի շարք առարկաներ։ Վարժանը ինձ շատ բան է տվել, բացի կրթությունից եւ մարզումներից, լայն հնարավորություններից նաև ձեռք են բերել շատ ընկերներ, որոնք կարծում եմ իմ ամբողջ կյանքի ընթացքում կողքից կլինեն։ Վարժանն ավարտելուց հետո ցանկանում եմ ուսումը շարունակել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայում եւ գիտելիքներս ի բարօրություն կօգտագործեմ հայրենիքիս։ Վարժանում ունենք նոր վարժասարք, անօդաչու թռչող սարք, նոր եմ սկսել վարել։ Ես Բազոյան Նարեն եմ, արդեն 3 տարի է ուսանում եմ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում, վստահ եմ եւ համոզված եմ, որ ընտրել եմ ճիշտ ճանապարհ։ Նարե Բազոյանը եւս վարժանի լավագույն սաներից է։ Նա աղջիկների դասակի ավագն է։ Իր օրինակելի վարքով, ուսման մեջ առաջադիմությամբ Նարը մշտապես դրական օրինակ է վարժանում ուսանող մյուս սաների համար։ Աղջիկը պատվով է անցել բոլոր դժվարությունները, որոնց հանդիպել է, եւ այսօր արդեն կանգնած է իր երազանքների իրագործման ճանապարհին։ 3 տարիների ընթացքում հասկացել եմ, որ դժվար շրջանը առաջին կուրսում է եղել, հետագայում արդեն հարմարվում ենք, սովորում ենք ապրել առանց ընտանիքի։ Նարեն եւս որոշել է սպա դառնալ։ Ուսումը կշարունակի Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ինստիտուտում որպես հակաօդային պաշտպանության տեխնիկ։ Վստահ կարող եմ ասել, որ աղջիկները կարող են ծառայել հայոց բանակում եւ իրենց ուղին կարող են հենց սկսել Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանից։ Ես Նատալի Սարդարյանն եմ, զինվորականության հանդեպ սերս առաջացել է տատիկիցս։ Նատալին այս տարի է ընդունվել Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան։ Աղջիկը երազում է տատիկի պես զինվորական դառնալ։ Տեսնելով վարժանի ինձեռած կրթության եւ կեցության լայն հնարավորությունները, համոզվել է, որ սա լավագույն ընտրությունն է սպայի իր ճանապարհը հարթելու համար։ Սովորում այստեղ մոտ մի ամիս, մի քիչ ավել, շատ գոհ եմ եւ ոգեշնչված եմ շարունակել մինչեւ վերջ։ Աղջիկը վստահ է Մոնթեականի կոչումը պատվով է կրելու եւ վարժանի կարգախոսին համահունչ հստակ քայլելու է դեպի բարձունք ճանապարհով։ Այստեղ հաճախում եմ ԱԹՍ խմբակի, արմաթի, ինչպես նաև իտալերենի։ Դա ինձ մեծ հնարավորություն է տալիս ապագայում գնալ այլ երկիր, այնտեղ շարունակելու համար իմ ուսումը։ Ես Լաուրա Հովանեսյանն եմ, քույրիկս Նազելին է։ Քույրեր Նազելի եւ Լաուրա Հովանեսյանները վարժանի մասին տեղեկացել են դեռ հանրակրթական դպրոցում սովորելու ժամանակ։ Երբ առաջին անգամ ոտք են դրել այստեղ, արժանացել են ջերմ եւ սրտապած վերաբերմունքի, ինչն էլ նրանց ուղղորդել է կրթությունը շարունակել հենց այստեղ։ Ինձ եկավ ավելի շատ սպաների վերաբերմունքը մեր հանդեպ, որովհետև նրանք ավելի շատ փորձում են իրենց գիտելիքները տալ մեզ, որովհետև մենք էլ պետք է դառնանք ապագայում սպաներ եւ կատարենք այն ամենը, ինչը որ կատարում են հիմա իրենք մեզ համար։ Սպայական անձնակազմը բավականին մատչելի է բացատրում, թե ապագայում ինչպիսի խնդիրներին ենք մենք առնչվելու, անում է ամեն ինչ, որպեսզի անկախատեսելի իրավիճակներում լինենք հմուտ եւ ճարտար։
Քույրերը դասերից հետո ազատ ժամանակ միշտ միասին են, հաճախում են սպորտային խմբակների, երկուսն էլ ձգտում են ոչ միայն լավ սովորել, այլև ֆիզիկապես կոփվել եւ ամրանալ։ Նրանց համար նույնպես վարժանը այն լավագույն հենքն է, որի վրա կառուցելու են իրենց զինվորական ուղին։ Մոնթեն ունի գաղափարախոսություն, ճանապարհ դեպի բարձրունք, այս ճանապարհը անցնելով ես կդառնամ երկրին արժանի սպա։ Երկրին արժանի սպա դառնալու մասին երազում է յուրաքանչյուր մոնթեական, աղջիկ թե տղա։ Այսպիսով իգական սեռի ներկայացուցիչները վաղուց արդեն փոքրամասնություն չեն վարժարանում։ Նրանք իրենց համարձակ որոշմամբ ապացուցում են, եթե զինվորականությունը հոգեհարազատ է, ապա Մոնթե Մելքոյանի անվան ռազմամարզական վարժարանը կբացի իր դռներն ու կուղորդի յուրաքանչյուրին հաղթահարելու բարձունքը։ Լաուրա Մամյան, Ռուբեն Նեցականյան, Զինուշ։ Զորակոչվել ես բանակ ու մտածում ես, ինչպես է անցնելու կյանքիդ նոր շրջափուլը։ Հնարավոր է արդյոք ծառայել Հայաստանի Հանրապետությանը ու միաժամանակ բարձր աշխատավարձ ստանալ։ Ծառայելուն զուգահեռ բարձրագույն քաղաքացիական կրթությամբ զբաղվել։ Հաճախակի լինել տանը, ընտանիքիդ կողքին։ Զորացրվելիս էլ տուն վերադառնալ 5 միլիոն դրամ պատվովճարով։ Այո, այդ հնարավորությունը քեզ տալիս է Պաշտպան հայրենիաց ծրագիրը։ Սա ժամկետայինից պայմանագրային զինվորական ծառայության անցնելու բացառիկ հնարավորություն է յուրաքանչյուր նորակոչիկի համար։ Ցանկություն հայտնիր պայմանագիր կնքել 5 տարի ժամկետով եւ կծառայես բնակությանդ վայրին մոտ զորամասում, կստանաս բարձր եւ երաշխավորված աշխատավարձ, իսկ հատեստավորման արդյունքում նաեւ աշխատավարձդ բազմապատկելու հնարավորություն։ Եվ սա դեռ ամենը չէ։ 5 տարի անց պայմանագրի ժամկետի ավարտին կստանաս ուշադրություն 5 միլիոն դրամ պատվովճար։ Գումարն էլ կտնօրինես ինչպես ուզում ես։ Հետաքրքրեց, ուրեմն կատարիր քո ճիշտ ընտրությունը հենց հիմա։ 25-օրյա վարժական հավաքներից խուսափելու դեպքում պատիժը խստացվել է։ Ազգային ժողովն ընդունել է օրենքի փոփոխությունների նախագիծը, որով նոր լիազորություններ է տվել ռազմական ոստիկանությանը։ Նրանք այսուհետև հետախուզելու են զորահավաքային զորակոչից խուսափողներին, տեղորոշելու են նրանց գտնվելու վայրը եւ ներկայացնելու են հավաքակայան կամ բուժզնման։ Խստացվել է նաեւ վարժական հավաքներից խուսափածների պատժի չափը։ Մանրամասները Տաթևիկ Աբրահամյանի ռեպորտաժում։ Եթե 25-օրյա վարժական հավաքի մասնակցության ծանուցում եք ստացել, բայց ինչ-ինչ պատճառներով չեք ներկայացել տարածքային զինկոմիսարիատ, ապա չի բացառվում, որ շուտով ձեր տուն այցելեն ռազմական ոստիկանները։ Ազգային ժողովն օրերս ընդունեց քրեական օրենսգրքում եւ ռազմական ոստիկանության մասին Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը։ Ըստ այդմ ռազմական ոստիկանությանը լիազորություն տրվեց հետախուզել զորահավաքային զորակոչից խուսափողներին, տեղորոշել նրանց գտնվելու վայրն ու ներկայացնել հավաքակայան կամ համապատասխան բուժզնման։ Խոսքը վերաբերում է նաև հերթական զորակոչից խուսափած անձանց։ Երբ որ մենք կստանանք բավարար հիմքեր, որ տվյալ անձի կողմից իրականացվել է կեղծ փաստաթղթերի օգտագործում, հիվանդության սիմուլյացիա, որով նա փորձել է խուսափի վարժական հավաքներից կամ հերթական զորակոչից, առավոտ հանցագործության մասին հաղորդում կներկայացվի վարույթներով մարմնին։ Եվ դրանից հետո իհարկե նախաձեռնված վարույթներով էլ օժանդակություն ցուցադրելու այդ գործերի քննության ընթացքում, ինչպես քննիչի անձնանությամբ, այդպես էլ մեր նախաձեռնությամբ իրականացվող օպերատիվ հետազոտության միջոցառումների շրջանակներում։ Արվելու է ամեն հնարավորը հանգամանքները լիարժեք բացահայտելու համար, ասում է ռազմական ոստիկանության պետի տեղակալ գնդապետ Մարտիրոսյանն ու հավելում, պատասխանատվություն են կրելու բոլոր մեղավորները։ Նախկինում նրանց, այդ թվում հավաքից խուսափած անձանց վերաբերյալ քրեական գործերը մեծամասամբ կարճվում էին օրենքում բաց թողումների պատճառով։ Նախկինում, երբ քաղաքացին կանչվում էր զինկոմիսարիատ, ներկայանալու դեպքում նրա բժշկական հետազոտություններ ուղեգրվում, տարբեր բուժհաստատություններ, սակայն լինում էին դեպքեր, երբ քաղաքացիները կամ չէին գնում ստանալով այդ ուղեգրերը կամ տեղում հրաժարվում էին գնալուց, ինչը խնդիրներ էր առաջանում, որպեսզի որակում գնալ արդյոք նա խուսափում է վարժական հավաքների ներգրավելու գործընթացից, թե ոչ։ Ներկայում եթե անձը հրաժարվում է գնալ եւ հետազոտվել, ապա ներկայում հրաժարվելու դեպքում արդեն իսկ համարվում է, որ նա հրաժարվում է վարժական հավաքներին մասնակցելու այդ պարտականությունից։ Նախկինում մի շարք քաղաքացիներ վարժական հավաքի չէին ներկայանում պատշաճ եւ հասցեական ծանուցված չլինելու հիմնավորմամբ, պատճառաբանում էին, թե ծանուցումը չեն ստացել։ Օրենքում բացերի պատճառով հնարավոր չէր լինում լուծել նաև այդ անձանց պատասխանատվության ենթարկելու հարցը։
Կառավարության որոշմամբ ամիսներ առաջ այս խնդիրը ևս լուծվել է։ Վարժական հավաքի կանչվող անձը համարվում է պաշտոնապես ծանուցված, երբ քաղաքացուն ուղղված ծանուցագրի քաղվածքը տեղադրվում է հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում Ազդարար.am-ում։ Մենք ծանուցելու ենք հիմնականում այն անձանց, ովքեր չարամտորեն փոխել են իրենց բնակության վայրը, որը ինչ-ինչ պատճառներով հնարավորություն չի տալիս պատշաճ շահել քաղաքացին կամ խուսափում են ուղղակի ծանուցագրի ստանալուց։ Առավել խստացվում է վարժական հավաքներից խուսափելու դրսևորումները, որը կատարվել է հիվանդության սիմուլյացիայի եղանակով կամ մամլական վնասվածքներ պատճառելու եղանակով, ինչպես նաև փաստաթղթերի կեղծման ճանապարհով այս մասը երկրորդ մասը նախատեսվում է ազատազրկման ձևով պատի, ինչը 2-ից 5 տարի ժամկետով։ Ավելի մեղմ դեպքերում կախված իրավիճակից վարժական հավաքներից խուսափած անձինք կպատժվեն տուգանքով, առավելագույն աշխատավարձի 20-պատիկի չափով կամ ազատազրկմամբ 2 ամսից մինչև 3 տարի ժամկետով։ Նախկին կարգավորմամբ ազատազրկման առավելագույն շեմը 2 տարի էր։ Քաղաքացիները օրենքով սահմանված կարգով, պաշտպանության մասին օրենքով պարտավոր են կանչի դեպքում ներկայանալ զինկոմիսիայի հետ, այնուհետև անցնել բժշկական հետազոտություն, փորձարկումություն, որովհետև իր որոշի նրանց սպիտակության հարցը հերթական զորակոչին կամ վարժական հավաքին մասնակցելու համար։ Լինում են դեպքեր նաև եւ քաղաքացիները խուսափում են ուղղակի ներկայանալ բժշկական հաստատություն կամ անցել փորձարկումություն, ինչով էլ պայմանավորված հանրաստական խուսափում են այդ գործընթացից։ Պաշտպանական գերատեսչությունից վստահեցնում են փոփոխության արդյունքում 25-օրյա վարժական հավաքների բովանդակությունն ու նշանակությունը չի փոխվի, չէ՞ որ այդ օրերի ընթացքում պահեստազորայինները վերհիշում ու զարգացնում են ժամկետային ծառայության տարիներին ձեռք բերած գիտելիքներն ու ստացած հմտությունները, հետո ներգրավում մարտական հերթապահության, ծառայություն իրականացնելով բանակային դիրքում։ Հիշեցում 2023 թվականի սկզբին Պաշտպանության նախարարությունը որոշեց եռամսյա հավաքների տևողությունը կրճատել եւ պարտադիր դարձնել 20-ից 55 տարեկան զինապարտ բոլոր քաղաքացիների համար, գտնելով, որ 25-օրյա ժամկետն առավել ռացիոնալ է եւ հնարավորություն է տալիս ավելի մեծ թվով մարդկանց ներգրավել հավաքների, արդյունքում ունենալ առավել պատրաստված մոբիլիզացիոն ռեսուրս։ Վարժական հավաքներին մասնակցող պահեստազորայինների համար օրենսդիրը սահմանել է աշխատանքի պահպանման, նաեւ վարձատրության երաշխիքներ։ Դաթևիկ Աբրահամյան, Ռազմիկ Տիգրանյան, Զինուշ։ Պաշտպանական գերատեսչությունը պարբերաբար տարբեր թեմաներով եւ իրադարձություններով պայմանավորված զինված ուժերում անցկացնում է մրցույթներ եւ օլիմպիադաներ։ Այս անգամ անցկացվել է անկախությունն իմ աչքերով ստեղծագործական շարադրությունների համաբանակային օլիմպիադան։ Օլիմպիադայի հաղթողները հյուրընկալվել են Պաշտպանության նախարարությունում, արժանացել պատվոգրերի եւ խրախուսանքների։ Նրանք ստեղծագործություններում արտահայտել են իրենց խոհերը անկախության, պետականության եւ բանակի դերի ու նշանակության վերաբերյալ, պատմում է Նաիրա Համբարձումյանը։ Օրերս Պաշտպանության նախարարության վարչական համալիրում կայացավ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ Զորամասերում անցկացված անկախությունն իմ աչքերով ստեղծագործական շարադրությունների համաբանակային օլիմպիադայի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը մասնակցում էին Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, պարտադիր ժամկետային զինծառայողներն ու նրանց ուսուցիչները, ինչպես նաև այլ հրավիրվածներ։ Մրցանակային տեղեր զբաղեցրած զինծառայողները պարգևատրվեցին Պաշտպանության նախարարության պատվոգրերով ու արժեքավոր նվերներով։ Առաջին հորիզոնականը զբաղեցրել է ինքնաձիգ հրետանային միջոցի կառավարման ջոկի հրամանատար հաշվարկող օպերատոր սերժանտ Արման Անդրեասյանը։ Արմանը մտքերը թղթին հանձնելու փորձեր հաճախ չէ որ անում է։ Իրենը թվերի աշխարհն է, մասնագիտությամբ ֆինանսիստ է։ Ծառայում եմ արդեն 21 ամիս եւ այս ամիսների ընթացքում արդեն սկսել եմ կարևորել շատ մեծ արժեքներ, գնահատել եմ իմ ընտանիքը, իմ ընկերներին, իմ ժամանակը։ Կարծում է, որ մասնագիտական կրթությունն հաշվի առնելով էլ իրեն հենց այս զորամասում են ծառայության նշանակել։ Արդյունքում ծառայությունն հետաքրքիր ու բազմաբովանդակ է անցնում, ինչու ոչ նաև արդյունավետ։ Ծառայությունից հետո կարոտեմ այն պահերը, այն ապրումները, որոնք ունեցել եմ իմ զինակից ընկերների հետ, տարբեր իրավիճակներում, տարբեր դրվագներում։ Ամենամեծ տպավորությունը եղել է առաջին անգամ հրանոթի կողքին, երբ որ թելի այդ քաշոցից կրակը արձակվել։ Ու այդ զգացողությունները աննկարագրելի է ու շատ տպավորիչ։ Շարադրություն գրելու առաջարկը հրամանատարությունից է ստացել, այսչափ վստահությունը մեծ պատիվ է համարում եւ հպարտ է, որ կարողացել է արդարացնել սպասելիքները, բարձր պահել նաեւ զորամասի վարկը։
Երբ առաջին անգամ հագած զինվորի համազգեստը եւ ոտք դրեցի զորամաս, ինձ մի զգացում պատեց՝ հպարտություն, պատասխանատվություն։ Այդ օրից անկախությունը դարձավ ոչ միայն գաղափար, այլև իմ կյանքի ամեն մի օրվա ուղեկից։ Իսկ ինչ ասել է անկախություն։ Ինձ համար անկախությունը սկսում է հայրենի հողից, օդ ու ջրից, որտեղ ես հանգիստ եմ ու խաղաղ։ Իմ աչքերում անկախության մի մասնիկ է ընտանիքը։ Ընտանիք, որ կարող ես վերադառնալ երեկոյան, նստել մի փոքրիկ սեղանի շուրջ, լի հարազատ մարդկանց հայացքներով եւ զրուցել անկեղծ ու ազատ։ Անկախությունը իմ մոտ ժպտացող աչքերն են, որոնք անսահման կարոտով ու անհամբերությամբ սպասում են իր զինվորի վերադարձ։ Անկախությունն իմ աչքերով համաբանակային օլիմպիադայում շարադրանքի ինքնատիպ ոճի համար մրցանակի է արժանացել Գյուրագիր զենիթահրթիռային համալիրի ջոկի հրաձիգ զենիթահար շարքային Կարլեն Մուշեղյանը։ Տարի 3 ամիս որ կծառայեմ, այս ժամանակահատվածում բանակը հասցրել էլի շատ բան տա, հասցրել ես ենք լիքը փորձեր տա կյանքի ընթացքում, որ հետո մեզի շատ պետք է եղնի։ Օրերը այս ընթացքում նաև ժամանակ գտնիմ գա, որ ինքնա ճանաչությամբ զբաղվեմ, ինքնա կատարելագործմամբ զբաղվեմ ու բանակը տեղ է էլի քո համար, որ դա ինչ է դու հասցնես անես ու քեզ զարգացնես էլի, թե ֆիզիկապես, թե ամեն ձև էլի։ Թեև դեռ դպրոցական տարիներից ուսուցիչների հորդորով երբեմն գրելու փորձեր արել է, բայց մասնագիտական հետաքրքրություններն այլ են։ Ընդունվել եմ Երևանի պոլիտեխնիկական համալսարանի տեխնիկական բաժինը, անմեջար ուսուցմամբ, շատ էի տանջվել այդ ամեն ինչի համար ու ստացավ էլի։ Դա անպայման կշարունակեմ կրթությունս ծառայությունից հետո։ Ծառայության ընթացքում տեսնեմ ինչքան մարդիկ փոշմունին օրինակ չեն կրթվել, չեն ինչ-որ տեղեր ընդունվել, չեն փորձի սորվին։ Ու ես հասկանում եմ ինչքան առավելություն ունի։ Հարցից թե իր կարծիքով հատկապես ինչն է տպավորել գնահատող հանձնաժողովին, Կարլենն առանձնացնում է։ Անգեղծությունն է ինձ թվում։ Որովհետև շատ անգեղծ եմ շարժության մեջ։ Կարլենն իր ապրածի ու տեսածի մասին է գրել պարզ, անկեղծ, այդուհանդերձ ինքնատիպ գեղարվեստական լուծումներով պատկերել մեր երկրի համար դժվարին, բայց եւ խիստ բախտորոշ ժամանակաշրջանում հայ մարդու հավաքական կերպարը, իդեմս անկախության նոր սերնդի ինքն իրեն ու վաղվա օրվա սպասումն ու հույսը կրող մարդուն։ Անկախությունը լեռու քարին, սար ու լանջին, իր տան կողքին տնկած բարտուն ու տան դիմացի հասած բերքին, տեր կանգնած հայ մարդն է։ Նրա անզուսպ ու անսպառ ծիծաղը։ Անկախությունը դրոշի ծածանումն է, բայց ոչ սուր ցավով ու ափսոսանքով։ Ամշտապ քայլքով մարդկանց հոսքն է, անվախ հայացքները, շբռնված ոտքերը ու չծանրացած ձեռքերը։ Տղաները վստահեցնում են, որ շարադրությունների համաբանակային օլիմպիադան էլ իր պատվավոր տեղն է ունենալու զինվորական ծառայության տարիների հուշերում։ Երկուսն էլ շնորհակալ են ընձեռված հնարավորության համար, որ կարողացան եւս մեկ անգամ եւ հենց այստեղ զինվորական ծառայության ընթացքում զինվորական համազգեստը հագին խորհելու կարևորի ու թանկի մասին, վերաիմաստավորելու հայրենիքին մատուցած իրենց ծառայությունն ու ազատ անկախ հայրենիքում ապրվող ամեն օրը։ Նաիրա Համբարձումյան, Ռուբեն Մնացականյան, Զինուշ։ Զինվորի տուն վերականգնողական կենտրոնն ամենօրյա նվիրումով ընդունում է մարտական գործողություններում վիրավորված մեր հայրենակիցներին իր լայն հնարավորությունները գործի դնում օգնելու նրանց։ Վերջերս կենտրոնում բացվել է նոր բաժանմունք, որը կոչվում է կյանքի սենյակ, այստեղ տղաներին աջակցում են կենցաղը կազմակերպելիս։
Զինվորի տունը նաև մի շարք փոփոխություններ է կատարել իր աշխատանքային գործիքակազմում։ Այսուհետև կենտրոնի շահառու կարող են լինել նաև զոհվածների ընտանիքների անդամները։ Մեկ այլ կարգավորմամբ կենտրոնում ավելացել են վճարովի ծառայությունները, որոնցից ստացված հասույթը նույնպես ուղղվելու է վիրավոր տղաների վերականգնմանը։ Գալիս ես այստեղ, որ հարմար տեղում ձեռը գցում ես, դուրը բացում ես։ Կինեզոթերապիստերիկը պատերազմի ընթացքում հաշմանդամություն ստացած անձին սովորեցնում է սայլակից ինքնուրույն տեղափոխվել մեքենա։ Իսկ հանդերձասրահում վերականգնողական բուժման փուլում գտնվող Հարութը փորձում է մեկ ձեռքով վերնաշապիկ հագնել։ Կյանքի սենյակ անունը ստացած բաժանմունքում զինվորի տան շահառուները սովորում են նաև մեկ ձեռքով արթուկ անել, ինքնուրույն լվացվել, սնունդ պատրաստել եւ ոչ միայն։ Իսկ հետիոտնային անցումը, լուսացույցն ու վերելակն օգնում են հաշմանդամություն ունեցող անձանց ել ավելի զարգացնել անհրաժեշտ հմտությունները։ Այստեղ սովորում ենք վերնաշապիկը հագնել, հանելու process-ը։ Նախկինում ընդհանրապես չէի կարողանում։ Նոր արդեն ստացվում է մոտից։ Ինձ մոտ գանգողեղային վիրավորման հետևանքը աչակողմե հեմի բարես։ Ամենասկզբից կոմայի մեջ է, հետո անկողնային, հետո անցա սայլակից արդեն ոտքի վրա եմ։ Արմենի մոտ կա տոնուս ձեռքում, փորձում ենք տոնուսը թույլատնենք դիրքավորումների, վարժությունների միջոցով, որ առօրյա գործողություններում ավելի հեշտ լինի։ Արմենը նույնպես 44 օրյա պատերազմի մասնակից է, բեկորային վիրավորումից հետո երկար ժամանակ անգիտակից է եղել։ Այսօր արդեն երկարատև ու արդյունավետ բուժման արդյունքում նա գործում եւ շարժվում է առանց որևէ մեկի օգնության։ Վարվել առողջական վիճակը, ինքնուրույն կառավարում եմ ինձ, վերջերս էլ ամուսնացել եմ։ Զինվորի տան սոցիալ-կենցաղային վերականգնողական բուժման նոր ծառայությունը Հայաստանում գործող առաջին բաժանմունքն է, որը պատերազմի ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած անձանց սովորեցնում է վերականգնել կենցաղային հմտությունները։ Կենտրոնի գլխավոր վերականգնող բժիշկ Լուսինե Պողոսյանի հետ շրջում ենք իմիտացիոն սենյակներով ու համոզվում, այստեղ կան անհրաժեշտ բոլոր պայմանները վերականգնողական արդյունավետ բուժում ապահովելու համար։ Ունենք միջոցներ, որոնք թույլ են տալիս կոճակ կոճկել իրենք փորձեն կամ եթե կոճակով հագուստը հարմար չէ, արդեն սովորեցնում ենք իրենց գնել այնպիսի հագուստ, որը ինքը կկարողանա։ Սովորեցնում ենք անգամ ինչպես ինքը մոտենա պահարանին, եթե անվաթորի վրա է, ինչ բարձրության անգամ պահարանները լինեն։ Ցանկացած անձ պետք է կարողանա իր համար գոնե մի փոքր կերակուր պատրաստել։ Դրա համար այն բոլոր մարդկանց մոտ, ովքեր միակողմանի վերջույթների խնդրով են կամ անվաթորի վրա են, ձեռքերի ֆունկցիան էլ որոշակի տուժած է, իրենց բոլորի համար գոյություն ունեն նաև ադապտացիոն սարքեր, հարմարանքներ, գդալներ։ Այստեղ կազմակերպվում են նաև խմբային թերապիաներ, այդ ընթացքում հաշմանդամություն ստացած տղաները միմյանց օգնելով պատրաստում են կերակուր, իսկ հետո համտեսում։ Սա ըստ մասնագետի մոտիվացիայի աղբյուր է։ Տեսնելով, որ իր մոտ մի ֆունկցիան լավ չի ստացվում, մյուսի մոտ ստացվում է կամ հակառակը ինքը կարող է, բայց ավելի հոգեբանորեն կոտրված է, չի ցանկանում դա անել, տեսնելով անկարող մարդու գործողությունը ինքը ավելի շատ փորձում է ոգեշնչվել եւ ավելի արդյունավետ է լինում։ Ի դեպ կառավարության որոշմամբ այս տարի զինվորի տան շահառուների ցանկն ընդլայնվել է։ Սա նշանակում է, որ սոցիալ-կենցաղային վերականգնողական բուժման ծառայությունից պետական պատվերի շրջանակում կկարողանան օգտվել ոչ միայն զինհաշմանդամություն ունեցող անձինք, այլև զոհված զինծառայողների ընտանիքների անդամները։ Ավելացել են նաև վճարովի ծառայությունները։ Զինվորի տանը ավելի ընդլայնվեց վճարովի ծառայությունները, այսինքն այն մարդիկ, ովքեր ընդգրկված չեն կառավարության այդ հատուկ սոցիալական խմբերի մեջ, ունեն ողնաշարի ցավ կամ թեթե վնասվածքներ, որը հաշմանդամության չի հանգեցրել, բայց մարդիկ կարիք ունեն վերականգնողական բուժման, նրանք նույնպես կարողանում են գալ եւ օգտվել եւ նրանց վճարումներից ստացված ամբողջ շահույթը ուղղվում է արդեն մեր տղաների խնդիրներին։ Զինվորի տուն վերականգնողական կենտրոնում հուլիսին էլ բացվել էր նոր ճաշարանը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անձամբ էր եղել այնտեղ։ Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի եւ վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ շրջայց կատարել, ծանոթացել հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների համար ստեղծված վերականգնողական մասնագիտական կենտրոնի գործունեությանը։ Վերջին 1 տարվա ընթացքում զինվորի տանը իրականացվեցին թողունակության մեծացման ծրագրեր,
եւ այդ ծրագրերի շրջանակներում կարողացանք բացել մեր նոր ճաշարանը, որը ավելի նաեւ միջոցառումների սրահ կլինի մեր տղաների համար եւ քանի որ նախկին պայմաններում փոքր էր, ունեինք անհարմարություններ, այժմ նոր գեղեցիկ լավ միջավայրում տղաները կկարողանան սնվել։ Գիտականորեն ապացուցված է, որ վերականգնողական բուժման համար չափազանց կարևոր է բուժառուի հոգեհուզական վիճակն ու շրջապատող միջավայրը։ Այսպիսով, սոցիալ-կենցաղային վերականգնողական կենտրոնը տղաներին սովորեցնում է ոչ միայն ապրել ինքնուրույն, հաղթահարելով վախերը, այլև վերականգնել հավատն ու ընտանիք կազմել։ Տաթևիկ Աբրահամյան, Ռազմիկ Տիգրանյան, Զինուժ։ Գուրգեն ջան, բարի լույս։ Բարև Գասպարյան ջան, ո՞նց ես։ Ոչինչ։ Չեմ հարմարվում։ 2 ամսով գնում եմ գյուղ։ Մի քիչ ցրվում, մինչև հասկանամ ինչ եմ անում։ Դիա, Գասպարյան ջան, այդ քեզնից չի։ Մի հատ լավ գործ գտի։ Փողը շատ գործնել նախկինից թեթև։ Տենց շատ լավ մի 2 առաջարկ արել են։ Բայց չեմ հարմարվում, 2 շաբաթից ավել չեմ դիմանում։ Քոնը բանակն է, եղբայր։ Աստված քեզ հետ։ Այսօրվա մեր դասը այնքանով է կարևոր, որ եթե տեսականը չյուրացնեք ինչպես որ հարկն է, մարտի դաշտում ունենալու եք լուրջ խնդիրներ։ Ուշադրություն, գրոհի առաջ։ Պետ որոշել եմ թոշակի անցնել։ Գասպարյան, ես գիտեմ, մի օր հետ ես գալու։ Փոփոխություններ են կատարվել զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին ու պետական կենսաթոշակների մասին օրենքներում։ Զինված ուժեր վերադառնալու դեպքում կենսաթոշակի անցած սպաները կարող են շարունակել ծառայությունն ու պահպանել թոշակը։ Ազգային ժողովն ընդունել է օրենսդրական փաթեթը։ Օրենսդրական փաթեթի կարևորության մասին խոսել է Պաշտպանական գերատեսչության ղեկավարը։ Նախագիծը նպատակ ունի պահեստազորում գտնվող մեր որակյալ ռեսուրսը ներգրավել զինված ուժերի կարևոր ուղղություններում, պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում։ Քոնը բանակն է, եղբայր։ Խնդրում եմ վերականգնել ինձ ծառայությունը։ Գումարտակ, ավսար, զգաս, ողջույն ձեզ։ Այո, իմը բանակն է։ Եթերում զինուժն էր շաբաթվա առանցքային իրադարձություններով, հետևեք մեզ նաև վիրտուալ տիրույթում բանակային նորություններին ծանոթանալով առցանց։ Մեր հաջորդ հանդիպումը զինվորական կարգապահությամբ ուղիղ մեկ շաբաթ անց է նույն տեղում նույն ժամին։ Մնացեք խաղաղությամբ։